Կաթն ու կաթնամթերքը մարդու եւ հատկապես երեխաների սննդակարգում շատ կարեւոր դեր ունեն։ Կաթնամթերքը համարվում է առողջ ափսեի հիմնական բաղադրիչներից մեկը։ Իսկ այսօր բազմազան շուկայում կողմնորոշվելն ու առողջ եւ անվտանգ կաթնամթերք ընտրելը նույնպես բարդ է։ Շատ հաճախ սպառողները մթերք ընտրելիս ուշադրություն չեն դարձնում պիտակներին եւ մանրամասն չեն ուսումնասիրում։ Լավ համարվում են այն կաթնամթերքը, որը ունի կարճ բաղադրություն, ունի կարճ պիտանելիության ժամկետ, պատրաստված է բնական հումքից, չի պարունակում շատ քանակությամբ շաքար, 100 գրամում պետք է չգերազանցի 5-ից 6 գրամը, հատկապես յոգուրտների դեպքում, որոնք երեխաները շատ են սիրում, չի պարունակում բուսական ճարպեր եւ չի պարունակում տարբեր տեսակի հավելումներ, դրանք են եով սկսվող հավելանյութերն են։ Հաջորդը դա պրոբիոտիկների, բիֆիդո եւ լակտոբակտերիաների արկայությունն է կաթնամթերքում։ Նախընտրել են այն տարբերակները, որոնք պարունակում են բիֆիդո եւ լակտոբակտերիաներ, որովհետեւ սրանք շատ կարեւոր են մեր աղիների միկրոֆլորայի համար։ Այն կաթնամթերքը, որը չի համապատասխանում ստանդարտներին կամ ինչ որ սխալ պայմաններում է պատրաստվում, կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։ Առաջինը դա միկրոբիոլոգիական խնդիրներն են, սննդային թունավորումները։ Հաջորդը դա ալերգիկ ռեակցիաներն են, այն կաթնամթերքը, որը պարունակում է տարբեր տեսակի հավելանյութեր եւ պատրաստված է ոչ ստանդարտներին համապատասխան, կարող է առաջացնել տարբեր տեսակի ալերգիաներ։ Մեծահասակների պարագայում, եթե հատկապես ունեն սիրտանոթային խնդիրներ, մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել 2-ից 3%-ից ցածր ճարպ պարունակող կաթնամթերք, իսկ երեխաների պարագայում հակառակը։ Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմա ունեցող Երեմյան կաթնամթերքը որակի նոր ստանդարտներ մուծեց շուկա, սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, մանկական կաթի վկայականով, A-կարգի կաթով եւ արտադրական ամբողջական փակ շղթայով։ Երեմյան կաթնամթերքը Հայաստանի Հանրապետությունում միակ ընկերությունն է, որը արտադրում է կաթնամթերքը Սերմից սեղան հայեցակարգի շրջանակներում։ Սերմից սեղան հայեցակարգը նորարարական մոտեցում է այս ոլորտում, որը հնարավորություն է ընձեռում մասնակիցը լինել ողջ հայեցակարգի շրջանակներում յուրաքանչյուր քայլը վերահսկելու տեսանկյունից եւ յուրաքանչյուր process մեր ընկերության անմիջական վերահսկողության ներքո է գտնվում, ինչն էլ ըստ էության թույլ է տալիս, որպեսզի որակի հետ կապված մեր նշանձողը մենք կարողանանք ամենաբարձր մակարդակում պահել։ Ընկերության առողջ կաթնամթերքի հիմքում է նաև յուրաքանչյուր կենդանու նկատմամբ անհատական մոտեցումը։ Նրանց առողջությունը բալանսավորված սնուցումը առաջնային տեղում է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է կաթնամթերքի շուկան, քանի որ այն բարձր ռիսկային ոլորտ է եւ քաղաքացիներին անվտանգ կաթնամթերք ապահովելու վերահսկողությունը տեսչական մարմնի առաջնահերթություններից է։ Որպես բարձր ռիսկային, մենք օրինակ 25 թվականին տարեկան պլանով ստուգել ենք 129 կաթնամթերք արտադրող տնտեսվարողներին, գրանցել ենք նաև խախտումներ, տարբեր տեսակի եւ մարիավանական ցուցանիշներով եւ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումով եւ ինչպես ընտրել այդ կաթնամթերքը, այսպես ասած, նաև օրենսդրական կարգավորումներ ամծվել առևտրի ծառայությունների մասին օրենքում, որ իրացման ցանցերում խանութներում փոքրիկ մեծ կապ չունի իրենց ծավալից ելնելով պետքա հատուկ դարակաշարերում վաճառվեն կաթնամթերքներ, այսինքն այն բոլոր կաթնամթերքները, որոնք չեն պարունակում կաթնայուղի փոխարինիչ, պետք է վաճառվեն կանաչ դարակաշարերում, որոնք պետք է ունենան հատուկ պիտակ առանց կաթնայուղի փոխարինիչի եւ այն կաթնամթերքները, որոնք պարունակում են կաթնայուղի փոխարինիչ, պետք է վաճառվեն արդեն նարնջագույն դարակաշարերում, նրանք նույնպես պետք է ունենան պիտակ, որտեղ հստակ գրված է կաթնամթերք, որը կաթնայուղի փոխարինիչով է արտադրված։ Կաթնայուղը թույլատրվում է փոխարինվել բացառապես կաթնայուղի փոխարինիչով, բայց հստակ չափաբաժնով։ Իր ընդհանուր յուղի զանգվածային բաժնի 50%-ից ոչ ավելի։ Այսինքն են Գամ, երբ որ 50%-ից ավել է փոփոխվում տվյալ սննդամթերքը բնականաբար համարվում է կեղծված եւ վտանգավոր, որտեղ տեխնիկական կանոնակարգը դրա հետ կապված որևէ կարգավորում չունի։ Առողջ եւ անվտանգ կաթնամթերք ընտրելիս մի մոռացեք, պետք է հետևել մակնշմանը, ուշադրություն դարձնել ժամկետներին եւ հավաստիանալ, որ տվյալ ապրանքանիշն ունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։